Հայաստանում պաշտոնական տվյալներով այսօր կան 28,000-ից ավելի ծերեր, նրանցից 11,000-ը անժառանգ է ու միայնակ, ոմանք ապրում են ծերերի տուն-ինտերնատում, հեռուն տանեկան ջերմությունից ու անհոգ ծերությունից։ Գյումրիում գործում են ծերերի խնամքի կենտրոններ, որոնք իրենց հարկի տակ են հավաքել տարեցներին ու փորձում են նրանց առօրյան որոշակի չափով հետաքրքիր ու բազմազբաղ դարձնել։ Հիմնականում կանայք 50-ից բարձր, տղամարդիկ 55-ից բարձր տարիքի, մենք նախընտրել ենք միայնակություն կրիտերիաներից մեկն է, չափանիշներից մեկն է, որ միայնակ լինեն, որ ստեղ կիսեն իրենց միայնակությունը, որական սնվում են մի անգամ։ Նարդիկ խաղա, ով կցանկանա նարդի, շախմատ, այն շարիկները, կարճ երկար, օրինակ ես էսիկ շատ կսիրեմ։ Նազարեթ Ալեքսանյանը Առաքելություն Հայաստան կազմակերպության շահառուներից է, 3 տարի է ինչ հաճախում է այս կենտրոնը, պատմում է, որ կառույցում ձեռք է բերել բազում ընկերներ, նրանց հետ զրուցում են նարդի խաղում եւ կտրվում առօրյա հոգսերից։ Դե որ հնարավորություն է թոշարգարու մարդիկ են ընտանիքով, չեմ դժվար է ապրել այդպես կետը, դրա համար էլ մարդիկ եկան ցուցակրեցին, ինչը որս էլ էս քանի տարի է սնվում ենք։ Մենակ եմ ապրում, ինչ որ երեխաներ։ Հա, այստեղ հիմնականում էս բետալից էստեղ սմին։ Գյումրեցի այս տարեցը սակայն ոչ մի կազմակերպության շահառու չէ, ապրում է միայնակ։ 81-ամյա Շավարժ Հարությունյանի տնակը ընդամենը 4 քառակուսի մետր է։ Բնակարանային խնդրով դիմել է մի շարք պետական կառույցների, սակայն անարդյունք։ Նա չունի անօթևանի կարգավիճակ եւ արդեն 22 տարի է ինչ ապրում է այս փոքրիկ տնակում։ Մեր Հայաստանի Հանրապետության իշխանություններն ասին որ ով ինչ հնար գուզե թողենե, մենք ձեզի տնով բավարարելու հնարավորություն չունենք։ Դե որը բարեկամի տուն գնաց, որը բարձր տուն գնաց, որը սկավենքում ես էլ զիկտաղից գարաժներ ժեշտից եկա մտա մեջ սառում էի, ապրել չէր ան ժեշտի մեջ։ Ու ես այս կողքի հետ, այս փոքր տեղը իմ ներքին ուժերով ես մեկ երբ շինիշտ ես քանի տարի 20 տարի երկրաշարժից հետո ես դեռ կամին կինս եմ մահացած է։ Շավարժ Հարությունյանը երկար տարիներ աշխատել է որպես հասարակ բանվոր, իսկ երկրաշարժի ժամանակ կորցրել աղջկան, ունի մեկ որդի, ով սակայն հոր խնամքով զբաղվել չի կարող, ասում է, թե սոցիալական պայմանները չի ներում, իսկ Շավարժ Հարությունյանի միակ եկամուտը ծերության թոշակն է, 20,000 դրամ։ Արեստավոր, շինարարության արեստավոր դուրդար։ Ու հմեկ ես ոչ մի հնարավորություն ունեմ աշխատելու, ոչ բան, ես հասակից։ Իմ նպաստից կտրել դե տղա ունեմ, բայց ես իմ տղիցս գերագույն դատարանով բաժանել են երեխանց հասցրած է։ Մորը ալումենտ եմ տվել 25 տարի։ Իմ ապրելս իմ թոշակով է։ Ոչ խմում եմ, ոչ ծխում եմ, ոչ էլ ավելնոր, բայց տրանսպորտը չեմ նստի։ Ես ոտով գուկամ որ բարտերտան, ոտով գուկամ, ես ավտոբուս չեմ նստի։ Ոտով ես հաշվել եմ, ես ամեն օր Երտամ ավտոբուսով վարնցի մարման գամ, ես ամիսը 6000 մանետ մենակ ավտոբուսի մարշրուտկա չեմ ասել, ես փող կունեմ որտեղից պետք է դեք։ Նրա ամենօրյա զբաղմունքը գորկու այգի հաճախելն է, որտեղ միայնակ տարեցների հետ զրուցում է, խաղում նարդի։ Ես մի գորկու սադ եմ գնում այնտեղ շախմատ, թուղթ, նարդի գխաղան երտամ կզբաղվեմ, մեր ժամը մեր ինձ զբաղվելու միջոց է, ուրիշ ոչ մի բան։ Շավարժ պապին եզրափակում է, հոգնել է միայնակ ապրելուց, նրա միակ ցանկությունը քաղաքի խնամքի կենտրոններից մեկում հոգատար վերաբերմունք գտնելն է։ Փայլակ Վարադյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս։